Իսկ ո՞րն է անտառից դուրս գալու ճանապարհը։ Դա կախված է բանից, թե ուր ես ուզում գնալ։ Համար միևնույն է։ Ուրեմն նշանակություն չունի, թե ուր կգնաս։ Կարապ անդադար, անվերջ խոսում։ Իմ սիրած հատվածը երևի թրթուրը եւ կալյանը։ Պսիխոդելիկա չեմ սիրում, սունկ ուտել բան։ Իմ սիրած պահը են պահներ, երբ որ ալիս են ամենասկզբում։ Դրանից հետո քնել եմ։ Երբ որ հայտնվում է սպիտակ ասպետը, որը շատ տարօրինակ կերպար է, ու անդադ ձիուց ընկնում է։ Ինձ է հիշացնում։ Դիալոգներն է, երբ որ քեզ թվում է ինչ-որ աբսուրդ են խոսում, բայց դա աբսուրդ չի, այլ ընդհանրապես ամեն մեկը տարբեր է հասկանում բառերի նշանակությունը։ Մոշկի կոշակ կոշկի, մոշակ կոշկի, մոշակ ու քնում եմ։ Ես չեմ կարդաց։ Բուչ ժամանակով ունես ես գիրքս է։ Կատվի եւ Ալիսայի խոսակցությունն է, երբ կատուն ասում է ոնց հասկանանք ով է գիժ, ով է նորմալ։ Չգիտեմ ինչ եմ ասելու։ Ես չգիտեմ ինչ ասեմ։ Այն բանը, որ երկար անվեր սենց ընկնում է։ Ջրհորի մեջ ու տեսնում է ինչ-որ պահարաններ։ Առաջի անգամ մտնում է այդ հայելու մեջ ու շատ ուշադրությամբ այդ իր սենյակը զննում է, ինչա կատարվում այնտեղ այդ շախմատի տախտակը եւ ամեն ինչ։ Այսօր սիրելի երեխա հարգելի ոդքասթա դիտողներ կարա գուշակեք որ գրքի մասին ենք խոսալու շատ դժվար է գուշակել։ Այսօր բարձրալու ենք գլխարկագործներ ավելի խելագար թե դուք երկուշաբթի առավոտները։ Նայած որտեղ եք աշխատում։ Ու քանիսն է ձեր գործը սկսում։ Լյուիս Քերոլի մասին է այսօրվա մեր ոդքասթը։ Մինչև ոդքասթը նայում էի YouTube-ում вообще ինչ կա։ Թարապես Ալիսայի մասին շատ են խոսում։ Հավանաբար երևի նայողների մեծ մասը կարդացել են կամ գոնե ինչ-որ մի էկրանավորում տեսել են։ YouTube-ում իմ փորփրանքները YouTube-ի մեջ բան արդյունքին բերեցին։ Բոլոր վիդեոները սկսում են նրանից, որ դե գիտեք, բան էր, Լյուիս Քերոլը ուրիշ անուններ այդ կեղծանունը, չեմ հիշում։ Այս ասեմ Դոջսոնը։ Այո։ Այդ մարդը ինքը մաթեմատիկ էր ու բան կրոնական սանուններ էր։ Հա, եկեղեցական։ Հա, եկեղեցական։ Մաթեմից էր ու ինքը գրել է ասենց աբսուրդ պատմություն Ալիսային, ինքը մաթեմա է, բայց ինքը գրել է ասենց աբսուրդ պատմություն։ Այս կոնտրաստի վրա մարդկանց յանը խփել է։ Ну լավ, դեմ ասեմ, բայց շատ են դրա վրա ֆիքսվում, որ տիպը տենց ինքը ռացիոնալ բան, ասենց աշխարհի չոր փակ մարդ էր, բայց ինքը գրել է ասենց աբսուրդ երազների մասին բան պատմություն։ Բայց դրա վրա չշեշտվենք, շեշտ չտնենք։ Երևի խոսել ենք երկու գրքերի մասին հավասար, որովհետև իմ համար իրենք շատ անբաժան են, որովհետև մեկը մյուսի այնքան լոգիկի շարունակությունն է, որ իրանց որպես առանձին գիրք, շարունակություն չէ, բայց Вообще որ կարծում եմ, որպես ընդհանուր ինչ-որ մի բան է նայվում։ Ալիսայի երկու գիրքն է, ոնց որ պատկերասրահ գնաս նույն նկարիչի, բայց որ sense առանձին պատկերներ ես նայում իմաստով իրար հետ շատ կապված չեն տեսա ոնց որ մեկը մեկին փոխում ու կապված են
շատ վերացական է, այս գիծը իրար չի տանում։ Դու կարաս տեսանել։ Սյուժետը ինչ են կապված, իրան կապված են իդեայով, то есть ընդհանուր ոնց որ ինչ-որ մի բան լինեն։ Այդ բանի մասն է ինձ շատ դուր գալիս ինչ ավեսար է, անցումները մի տեսարանից մի տեսարան։ Լրիվ մաքուր էր ազի բանը բռնացրել է։ Դաժե կարդալուց հիմա ոդկասթից առաջ նորից կարդում էի առաջի գիրքը, հրաշքների աշխարհում։ Ուզում էի ֆիքսեի այդ պահերը, որ ոնց է անցում լինում։ Ու մեկը չես կարող ֆիքսես, ինչ որ բաների խոսքերի հետևից ես ընկնում, մեկը ջոգում ես, որ արդեն ուրիշ տեղ է, արդեն ուրիշ պատմություն է գնում, այդ չի շատ լավ նկարագրություն է երազի։ Հա, շատ ցույց վերացական է գրած, շատ sense ցույց չես կարող բռնես այդ կետերը։ Հա, բայց ինքն է բռնել այդ կետը։ Ну, то есть բռնելա որ ոնց է լինել։ Տեխնիկական իմաստով այն եթե նայենք այն տեսանկյունից, որ այդ մարդը գրող չէր։ Իք պրոստո տենց հեքիաթ է գրել, հա, տարբերվում է իր գրած ծերագիրը կա, դեպ գրածը ու հետո երբ որ տպելու համար է գրել, մի քիչ փոխել է բանը արել, բարձր տարբերվում է, բայց մեկը որ գրող չէր ինքը, բայց նենց շատ իմ կարծիքով շատ վարպետորեն է գրել, ոնց որ ու մյուս հետաքրքիր բանը ցետալը այդ պատմության որ սկսում է հենց չեմ սիրում գրքեր, որտեղ նկարներ չկան ու դիալոգները քիչ են։ Ձեր լիքը ծանոթ մարդուն եմ, ովքեր փոքր ժամանակ նույն բանը ասում էին, որ ես շատ ծանոթ մարդուն եմ, մինչև հիմա եմ խոսում։ Հա։ Ու բանա էլի, ոնց որ այդ գրքում կամ դիալոգ է, կամ նկար։ Հա։ Այսինքն տեսարանների նկարագրություն որպես այդպեսին, շատ քիչ է կամ չկա։ Դրա տեղը կոմպենսացնում են լիքը իլյուստրացիաներ կան շատ։ Իլյուստրացիաների պահով ես ուզում եմ մի քիչ ծավալվեմ, որտեղ շատ կայֆ թեմա է, մանավանդ Ալիսայի դեպքում առաջի իլյուստրացիաները պրինցիպի էսքիզային, այլ հենց Լյուիս Կերոլը։ Ու ոնց որ իր իլյուստրացիաների ու գրքի տեքստի դասավորման հիման վրա արդեն Տենիելը, հիմնական իլյուստրատորներով հետո Լյուիս Կերոլի հետ աշխատում էր, արդեն դասավորել է մնացած ոնց որ այն իլյուստրացիաները ու տեքստի այն դասավորվածությունը, որը մեզ ծանոթ է։ Հիշում ես առաջի գրքում մի հատ հատված կա, որ մուկա հեքիաթ է պատմում, ու այդ հեքիաթը ասենց մկան պոչի նման է գնում։ Այդ ոնց որ այդքան Լյուիս Կերոլի ոնց որ դասավորած էջերն են, որտեղ տեքստը նկարների շրջանակի նման է վերցնում, այդքան ոնց որ իր pattern-ն է, որը հետո ուղղակի պահպանվել է։ Ու ասեմ քեզ Լյուիս Կերոլը նկարիչ չլինելով բավական լավ է նկարել։ Էսքիզները մարդը գրող չլինելով բավական լավ է գրել նկարիչ։ Կարակ մանգակ հետո իլյուստրացիաների էսքիզները իրանք իրոք շատ հավես են, շատ հետաքրքիր են, շատ կայֆ են արած։ Ու вообще Ալիսան ահավոր շատ մարդ է իլյուստրացիա արել։ Դալի իլյուստրացիաները կարակ գտնեք ջրա ներկային ֆենոմենալ լրիվ։ Բեատրիս Պոտերի, եթե գիտեք իրան, ինքն էլ է իլյուստրացիաներ արել։ Չգիտեմ, լիքը մարդ ու մի հատ էլ հետաքրքիր դետալ ոնց ենք մենք հիմա Ալիսային պատկերացնում վիզուալ ու ոնց էր ինքը ի սկզբանե լրիվ տարբեր կերպարներ են որովհետև այդ աղջիկը ում մասին գրվել է գիրքը ինքը նախ սև մազերն էր, մուգ մազերն էր, ոչ թե դեղին, ոնց որ մենք գիտենք իրան Դիսնեյ էկրանավորումից ու օրիգինալ Ալիսայի շոր դեղին էր։ Ոչ սկզբից սև սպիտակ էին իլյուստրացիաները, բայց առաջի գունավոր հետաքրքրությունը երբ որ Լուիս տեսավ, էլի Լոնդոնում естественно, գույնը շորի դեղին էր ու հետո ինչ որ տարիներ անց, երբ որ այդ հետաքրքրության հեղինակային իրավունքները սպառվեցին ու մնացած հետաքրքրությունների իրավունք ստացան արդեն հրատարակել իրանց տարբերակները, արդեն Ամերիկայում սկսեցին հրատարակվել գրքեր, որտեղ Ալիսայի շորի գույնը կապույտ էր ու այդ գույնը Ալիսայի, որը հետագայում նկարիչները վերցրեցին Դիսնեյ մուլտի համար, կոչվում էր Alice Blue, բայց Ալիսայի համար չէ, որովհետև այն ժամանակ Թեոդոր Ռուզվելտի աղջիկը իր անունն էր Ալիսի, ինչքան հիշում եմ, ինքը այդ գույնի շորերով էր ոնց որ միշտ դուրս գալիս։ Ու տենց ոչինչ ինչ որ ցենց հետաքրքիր կապ է ձևավորվել։ Խոսքով եթե քո անունը Ալիսա է, քեզ հետաքրքիր։ Հա, լիքը հետաքրքիր բաներ կարա լինի։ Ու մեկ էլ մի բան էլ էի ուզում ասեի, մոռացա ինչ էի ուզում ասեի, բայց ինչ-որ շատ հետաքրքիր բան էր։ Ոչինչ, մենք բոլորս տակիր ենք։ Հա, սպասի։ Հա, ես հիշեցի, էլի Ալիսայի շորի հետ կապված։ Вообще Տենիելը երբ որ անում էր իլյուստրացիաները Ալիսայի, ինքը առաջի ու երկրորդ գրքի արանքում ինչ-որ ժամանակ էր անցել բնականաբար, ու այդ ընթացքում Անգլիայում մոդան հասցել էր փոխվել,
ու ինքը ադապտացրել է Ալիսայի շորը, ոնց է ժամանակակից մոդային։ արդիական է։ Արդիական է սարքել ու ինձ թվում է շատ հավես է այդ գաղափարը, որ Ալիսայի շորը ոնց որ ամեն անգամ ձևափոխվում էր, ըստ այն ժամանակաշրջանի, երբ որ նկատվում էր նոր իլյուստրացիաներ։ Օրինակ, եթե դու հիշես Դիսնեյի Ալիսան, այնտեղ իր մոտ այսինքն շոր է։ Այդ արդեն Dior-ի բանն էր, ոնց որ Влияние Dior, որը ոգեշնչվել էր անգլիական մոդայից, որը նկարել է Տենիելը առաջի Ալիսայի համար։ То есть այսինքն ինչ-որ ցիկլիկ մոդա է ստացվել Ալիսայի շորի հետ կապված։ Ու ինձ թվում է այդ Բորտոնը շատ կայֆ բռնել իր վերջի էկրանավորման մեջ, հենց շորերի տեսանկյունից, որտեվ այդ ոնց որ կруговоротը Ալիսայի շորերի գույնային ու այդ քիչ տեսանկյուններից է, որ կինոյի մասը։ Այս կոնկրետ այդ եմ ասում, բայց ոնց որ այդ առումով ինձ թվում է բավական հավես է եղել։ Հետաքրքիր է։ Ոնց որ այնց գիրք կա, որի շուրջ անընդհատ ինչ-որ բաներ։ Հա, ու մեկ էլ մի բան էլ ասեմ, այդ իլյուստրացիաների հետ կապված, Տենիելը երբ որ աշխատում էր Քերոլի հետ, ու вообще ոնց է, տեքստը ազդում է իլյուստրացիաների վրա։ Իրանց աշխատանքի մեջ հակառակն է ստացվում մեկ-մեկ, որտեղ Տենիելը ինչ-որ պահերին Լյուիս Քերոլին ասում էր, որ սենց չի ստացվի, պետք է տեքստը փոխենք։ Ու օրինակ կրիկետի հատվածը, որտեղ ինքը ֆլամինգոյով է խաղում, ի սկզբանե այնտեղ Ստրաուս էր։ Ու Տենիելը ասաց, որ вообще մի քիչ չէ, էլի չափերով փոքր աղջիկը ու մեծ Ստրաուսը տենց չի ստացվի, ու դա դառա ֆլամինգո։ Ու էլ ինչ-որ տենց հատվածներ կային, բայց ինձ թվում է բավական հետաքրքիր ֆենոմեն է, որ իլյուստրատորը ազդում է հեղինակի վրա, ոչ թե հակառակը։ Вообще տեքստը բան է, էլի։ Դա անտանելի մեծ ազդեցություն ունի մեդիայի վրա։ Ինչ ծավի ասեմ, միլիարդ էկրանավորումներ կան, միլիարդ երգեր կան, խմբեր կան, որ այս կամ այն ձևի դրան հողում են։ Շուն բավականին պապուլյար։ Մեկ է միլիարդ ինտերպրետացիաներ կան։ Էլի որ YouTube-ներն էի քիչ փորում, հաղորդումից առաջ։ Ամենատարօրինակ, ասենք ինչ-որ ֆրեյդական մեկնաբանումներ կա այդ գրքի, որ պրոստ չես հասկանում, խեն մարդիկ դες ինչն է հետները ինչի էլի, որ ոնց է դες բաներ տեսնում ուտեղ։ Ալիսան այնքան абստրակտ է, որ այդ հնարավորությունն է տալիս բոլորին իրան մեկնաբանել նենց ոնց որ իրանք ուզում են։ Հա, երազների, որովհետև երազների բանով, հա, բայց մյուս կողմից նայ, ինձ դուր եկած մասը այդ կառուցվածքային այդ պատմությանն է, նա որ ինքը абսուրդ, լիքը абսուրդ բաներ են լինում, բայց այդ абսուրդը չի լինում լրիվ абսուրդ, այդ абսուրդը ունի իր ներքին տրամաբանությունը, ոնց որ Ալիսայի մոտ բոլոր խելագար կերպարները իրանց տեսանկյունից խելագար չեն, եթե իր կողմից նայես, իր իրականության մեջ նայես, ինքը խելագար չի, ինքը միշտ ներքին պինդ լավ լոգիկա ունի։ Ճոգում ես ինչ եմ ուզում ասում, ու կերպարներն էլ են անընդհատ այդ շեշտում։ Այսինքն ոնց որ մի մարդ է, պայմանական Ալիսը, ով ընկել է մի հատ տեղ, որտեղ կանոնները ուղղակի ուրիշ են։ Այդ ինչ-որ կաֆկյանսկի vibe է տալիս, то есть դու ընկնում ես ինչ-որ տեղ, որտեղ կանոնները բարձրան բոլորին բացի քեզնից, ու դու փորձում ես ադապտանալ այդ աշխարհին։ Հա, չի մտածել այդ տեսանկյունից, բայց հա։ Ну, то есть ինքը բավական հետաքրքիր։ Ասենք բանի այդ զամոկի։ Հա։ Բաներին շատ նման է։ Հա։ Ну, տեղ այդ օրինակ այդ մեկնաբանումը կա, որ տրամաբանական մեկնաբանումը, որ երեխայի մեծանան մեծերի աշխարհի հետ հարաբերվելու է, ես հիշում եմ, որ փոքր ժամանակ մեծերի լիք բաներ արած, ինձ համար շատ անհասկանալի էր, լոգիկան չէի ճոգում, շատ խորթ էր։ Այդ մոտավոր դրան նման բան է։ Ուղղակի պարտադիր չի տարիքի հետ կապ։ Նաև ես բավական հետաքրքիր բաներ էի կարդում Ալիսի մասին, այն առումով, թե ինչ անալոգիաներ է Լյուիս Քերոլը անցկացնում պատմության հետ, то есть ինչ հացլկաներ էր ինքը անում։ Հա, օրինակ այդ վարդերի հացլկաները, հա, չգիտեմ, այնտեղ եկեղեցու, там պրոտեստանտը, դա պապսկա ցերկվ, то есть այդ սաղ հացլկաները իրանք շատ բավական շատ շերտերով դասավորված են գրքի մեջ։ Ու եթե դու իրան կարդաս, չգիտեմ, օրինակ ոնց որ դու Ուլիսն ես կարդում, հա, то есть փորձելով ամեն տողը քո համար բացատրես։ Դու այնտեղ այնքան իմաստներ կարաս գտնես համ պատմության տեսանկյունից, համ ինչ-որ ալեգորիաների ու ալիտերացիաների տեսանկյունից։ Մեկ էլ լեզվի հետ աշխատանք։ Լեզվի հետ աշխատանքը вообще ուրիշ թեմա է, լրիվ առանձին շատ կայֆ։ Բառախաղերի բաների։ Այդ բանն է գալիս էլի հենց լեզվի տեսանկյունից, այդ մտքի վրա որ կենտրոնանում է, որ
բանում հայլիների աշխարհում, որ շալտայ բալտայ հայերեն չեմ հիշում ոնց ենք թարգմանում, բայց որ ասում է բանը, որ բառը ես բառը որ իմն է, ոբշեմ ես եմ մտածում ինչ իմաստ ունենալու այդ բառը։ Այդ լրիվ այդ աշխարհը բացատրում, այսինքն պայմանական բան է, խոսքի գլխարկ ասում եմ, մենք պայմանավորվել ենք, որ գլխարկ եմ ասում, ես նկատի ունեմ, չէ՞, բայց կարա մի հատ ուրիշ տեղ լինի, որտեղ գլխարկ ասելով խնձոր են հասկանում։ Okay։ Բայց դու պատկերացնում ես ինչքան մեծ ազդեցություն ունի այդ տիպի գրքերի դեպքում թարգմանությունը։ Այսինքն ինչքան կարևոր է լավ թարգմանություն ունենալը, որ դու այդ գրքի համն ու հոտը չկորցնես, որտեղ այնտեղ շատ բան հենց հիմնված է լեզվի կառուցման վրա, բառախաղերի վրա, то есть ինչքան լավ դու պետք է կարողանաս այդ թարգմանես այն լեզվին, որով մարդիկ կարդում են, որ դու այդ կայֆը չկորցնես օրիգինալով կարդալու դեպքում։ Ես գիտեմ, որ Նաբոկովը ուզում էր թարգմանել, բայց թարգմանեց ուրիշ։ Ես կարդացի, ես հասցեցի կարդալ մինչև ոդքասթը, այդ շատ տարօրինակ բան է, մակնում, то есть դու հասկանում ես, որ Ալիսն է, բայց դու հասկանում ես, որ вообще Ալիսի հետ ոչ մի կապ չունի ընդհանրապես։ Այդ գիտես, ես կարդում էի այս վերջերս նորից Նաբոկովի Լալիտան ու փորձում էի իրան համեմատել օրիգինալի հետ, որտեղ օրիգինալը գրել է Նաբոկովը անգլերեն, իսկ հետո թարգմանել է ինքը իր գրած ռուսերեն։ Ու իր մոտ ստացվել է երկու տարբեր գիրք, որտեղ ռուսերենի մեջ ինքը լիքը բաներ ավելացրել է, լիքը բաներ փոխել է, то есть այդ արդեն թարգմանություն չի, այդ ինչ-որ նոր ռեդակտուրա է։ Ու Ալիսի դեպքում իրան էլ է ինչ-որ դեպի այդ կողմ տարել ու այդ ինչ-որ ինձ թվում է ավելի շուտ սա ավտոր վիճակա դարել, քան թարգմանություն, որտեղ այնտեղ սա ավտոր չի։ Նաբոկովը ֆանֆիկ է գրել։ Okay։ Սիրում եմ Նաբոկովին, հետ չանել դրա։ Շատ լավ է, բայց շատ տարօրինակ բան է, ես ուզում եմ մի կտոր կարդամ, պրոստը որ թարգմանությունների տարբերությունը պատկերացնեք, եթե դուք կանք քաթանենք, բայց ինձ թվում է ինքը շատ լավն է, չի կարա կողքով անցնի։ Իրապան։ Հիշում ես հատված առաջի գրքի մեջ, երբ որ Ալիսան ինձ արդեն ջրհեղեղ անցել է ու ինքը նստած է ու այնտեղ մուկ է հայտնվում, այդ մուկը սկսում է պատմել հեքիաթ։ Հիմա կարդում եմ в переводе Димуровой այդ հատվածը, թարգմանություն։ Крэ-крэ, откашлялась видом мышь. Все готовы? Тогда начнем. Это вас мигом высушит. Тишина. Вильгельм Завоеватель с благословения Папы Римского быстро добился полного подчинения англосаксов, которые нуждались в твердой власти и видели на своем веку немало несправедливых захватов трона и земель. Эдвин, граф Мерсии и так далее. Значит, перевод Набокова. Мышь деловито прокашлялась. Вот самая сухая вещь, которую я знаю. Прошу внимания. Утверждение в Киеве Владимира Мономаха мимо его старших родичей привело к падению родового единства в среде киевских князей. После смерти Мономаха Киев достался не братьям его, а сыновьям и обратился таким образом в семейную собственность Мономаховичей. У Сент прям Элькуэйдж. Ну, բավական օբյեկտիվ բացատրություն են չի Նաբոկովի Ալիսան դարել լրիվ ուրիշ բան, մանավանդ որ ինքը կոչվում է Անյա в стране чудес, ոչ թե Ալիսա։ Լրիվ թարգմանել, էլի։ Լրիվ թարգմանել, sense ամեն ինչով։ Кстати, Льюис Кэрролл ունի մի հատ գիրք, ну, չգիտեմ ինչքանով է դա գիրք, այդ զբորնիկա, փոքր մաթեմատիկական задачки, որը ես ունեմ։ Ինքը абсурд ինչ-որ загадки, մաթեմատիկական задачки զբորնիկ է, որը շատ հետաքրքիր է, որովհետև այնտեղ օրինակ քեզ առաջարկում է լուծել ինչ-որ մկների ու կրիսների խնդիր, то есть ինչքան ասենք կրիս կբռնի, չգիտեմ, այնտեղ կատուն այն դեպքում, եթե ինչ-որ sense ահավոր абսուրդ տեքստ է գնում, որը в принципе ունի լոգիկա, եթե իր մեջ խորանաս։ Հա, ոնց որ Ալիսայի վարիանտ բան է, էլի, вообще, ես թվում է մարդը լավ մաթեմատիկա լինելով абսուրդը, մաթեմատիկական абսուրդ է։ Մասնագետ չեմ այդ հարցի, բայց թվում է։ Вообще լիքը իդեաներ կա այնտեղ տարբեր գիտական տեսությունների, ոնց որ նախասկիզբ, որ կարող լինեն նույն հարաբերականության տեսության։ Այսինքն այդ абսուրդների մեջ շատ հետևողական եւ մտածված է, էլի շատ։ Հետո բան
Բայց ամենահավես բանը ինձ համար մեկը այդ ասենք ասեցինք լավ կոնստրուկցիա սարքում հավես հեքիաթա պատմում, որ երեխաների համար հեքիաթա գրում, որի մեջ լիքը հետաքրքիր հավես բաներ կա մեծերի համար, ասես գրում է լավ կառուցվածքային բան, բայց այդ ամեն ինչի մեջ ինձ ամենահավեսը բանն է, հումորն է։ Լիքը տեղեր կա, որ ասենք դաժե վստահ չեմ, որ ինքը տեղ կատակ էր անում, բայց ինձ համար խնդալու է։ Լավ հումորի բան ունի ու օրինակ, որ հենց պրոստը գրքից արդեն խնդալու, կառուցվածքից արդեն խնդալու է, որ շախմատային է բանը, հայդիների աշխարհը շախմատային է, շախմատը ենթադրում է հստակ կանոններ 4 չափած բան, ու այնտեղ էլի թե այդ երազային վիճակներն է, ժամանակը թարս է գնում, որովհետև հայդիների աշխարհն է, вообще ժամանակի հետ կապված։ Հա։ Իսկ մեր մոտ միշտ ժամը 5-ն է, ժամանակը լրվել է։ Ու առաջի էջում, հենց եթե հիշես, երկրորդ գրքի առաջի էջում միշտ այդ մաթեմատիկական այդ շախմատային խնդիրն է դրած։ Դեպա։ Չէ, չեմ հիշում այդ։ Спасибо։ Ինձ վերջ գիրք ունեմ։ Գրիստի դու իլյուստրացիաներ։ Մոտ ընդհանրապես ահավոր մեծ կոլեկցիա Ալիսի գրքերի։ Այստեղ как раз մաթեմատիկական խնդիրը կար։ Այսա։ Դու իրան պետք է ինչ-որ ձևի լուծես, ասենք ինչ-որ քայլերի քանակով 11 moves։ Այս է բարդ խնդիրը։ Ես 3 քայլանոց խնդիրներ եմ սիրում, դրանց ավելի չեմ կարող։ Չեմ փորձել։ Մեզ հետաքրքիր ու անպետք փաստ։ Նավայ։ Մենք դպրոցում ունեինք առարկան, դիզայն, հիմա էլ կա այդ առարկան, ու մեզ պետք էր անել գրքի կազմի նկարազարդում, ու մենք ի սկզբանե լրիվ ուրիշ գիրք պետք է վերցնեինք, բայց ես այնքան ներվերին ազդեցի մեր դասատուի, այնքան մանեկա հետևից այնքան նվացի, որ ինքը սաղ դասանի թեման փոխեց ու մենք իտոգում Ալիսի գիրքը արեցինք։ Լավ է սա, դա պետք է։ Սուտ վատ է եղել բայց պատս։ Այդ արդեն բաներ են, մանրամասներ են, կարանք չխորանանք։ Մեկ է գիտես ինչի մասին չեն խոսում։ Օրինակ դե որովհետև երազներ է, որովհետև աբսուրդ է, ասենց գժական բանի մեջով անցնում, գժանոց է, հայդիների աշխարհը բոլորը տեղ գիժեն, դրա համար հաճախ մեկնաբանվում է որպես տենց ինչ-որ հոգեմետ տեղերի թրիփային տենց ինչ-որ պատմություն նույն բան Ջեֆերսոն Էրտեյնի երգ կա, որ ուղիղ բաների մասը։ Այդ ձևի մեկնաբանում, ինչ-որ ֆրեյդական մեկնաբանումներ, ինչ-որ հավես հետաքրքիր մեկնաբանումներ աբսուրդի ու ֆիզիկայի կամ ինչի հետ կապած, բայց շատ քիչ են խոսում հասարակ առաջի բանից, առաջի կետից գրքի կարդալու, երբ որ փոքր ժամանակ կարդում ենք, այդ գիրքը թույն հեքիաթ է։ Ոնց որ անկախ բաներից էլ ավելի իմաստ չունի, այն որ բուերը բուեր չեն, իրաց նայենք բան տեսանկյունից, որ բուերը բու են։ Այս տեսանկյունից, որպես ուղղակի հեքիաթ, երբ որ ինչ-որ մեկի մասին պատմում է, ինչ-որ բաներ անում։ Երբ որ կարդում էի փոքր ժամանակ, կանտանելի հետաքրքիր էր հավես էր այդ փոփոխությունները, հետո երբ որ փոքր էի, հիշում եմ, вообще տարօրինակ չէր ինձ համար։ Դենց նորմալ էր, շատ այսինքն այդ զգացողությունը հիշում եմ, որ փոքր էի ու կարդում էի ու որ դու ընդունում ես պրոստը կանոնները։ Կամ չէի ընկալում խին գժերել, հասկանում եմ, որ մի քիչ տարօրինակ է իրանց այդ պայմանավորվել է դժվար է, կոպիտես, բայց շատ չէի հասկանում, ինչ որ հիվանդագին գժական բաներ, այդտեղ չէի տեսնում։ Ուղղակի որպես հեքիաթ, ընդիչ հեքիաթ է։ Հավես պատմություն։ Ինձ թվում է ինքը կարևոր է որպես գիրք, որը ինչ-որ մորալիզատորսկի չի։ Իսկ մանկական գրքերը թվում է, որ պետք է ինչ-որ այն ժամանակվա գրքերը մանավանդ իրանք միշտ եղել են ինչ-որ բան սովորացնող, ինչ-որ բանի մասին երեխեքին, չգիտեմ, նախազգուշացնող, այսինքն անընդհատ ինչ-որ սովորացնող տոն կար, որը Ալիսայի մեջ չկա։ Դա դրա ձեռը առնում։ Հա, հենց это, то есть это как вредные советы Олстера, հա, դու կարդում ես ու ջոգում ես, որ вообще դրա մասին չի։ Գերցագինյան, որ անընդհատ ինչ-որ получается մախմախվան է։ То есть այդ Lindgren-ի գրքերը, հա, այդ այն գրքերի բլոկն է, որը դու փոքր ժամանակ սիրում ես նրա համար, որ քեզ այդ գրքերը ոչ մի բան չեն փորձում սովորացնեն։ Ու որտեղ պերսոնաժները, հա, просто кайֆ պատմություն է, ինչ-որ չգիտեմ, խուլիգան կերպարներով Կարլսոնի նման։
То есть ես չեմ համեմատում իրան բարդության աստիճանով, բայց կայֆ է, հավես է։ Այդ կերպարների մեծ մասը ակնհայտ ձեռարնել է տարբեր մարդկանց։ Այդ պերիոդի Բայց այդ ընդհանուր։ ոնց որ էլի գիտես ինչ բանը, որ ասում են, որ կենսագրական դույս կերել, որ ընկերություններ անում երեխեքի հետ, ոնց որ ինքը այ հենց երեխեքի հետ ընկերություն անելով ինչ որ տարօրինակ մեծերի ձեռարն է։ Այդ բանը կա էլի, որ հենց բանկական տեսանկյունից ասենք թագուհին ծիրանի բանը sense կերպարն է նման է, չէ՞, ասենք։ Դե որտեվ ինձ թվում է, որ լուրջ մեծ տարիքով մարդ ինձ գիտք չետ գրի։ Վիրավորեցիր իրան։ Չէ, ասածս են է, որ դու պետք է այդ մանկությունը քո մեջ ունենաս, այդ ինչ որ ազարտը մանկական չկորցնես, որ դու կարենաս տենց բան գրես։ Հա։ Հետո բան էլ չի, կառուցվածքային է սովորական հեքիաթի նման չի գրած։ Ասենք չկա այդ բանը, որ հերոսին ինչ որ մի բան ալնում, որ ինքը հանգիստ վիճակից դուրս է գալիս գնում արկածների, ոնց որ չի կարա չգնա, տենց պետքա կառուցվածքային պետքա տենց լինի։ Միֆերը տենց են, էլի ստանդարտ միֆային բանը իրա չկա։ Ուղղակի սպիտակ նպաստակի հետևից է գնում, որովհետև վախի չգնա, որ ասենք Դե հա։ Այ էտա կա ֆիզիկական ինչի չէ, հա ցանկացած ինչ որ հարցի դեպքում։ Հա, ուզում եմ ասեմ, թե բան չէ, էլի ոչ սովորական պատմություն է։ Կառուցվածքային տեսանկյունից է։ Բայց բաները, ասենք, տիպաժները ինչի վրա, որ ինքը ձեռարանում, ինձ սպանում է ուղղակի ինչքան երևի դրա համար է հաճախ նկարվում, բայց բան տեսանկյունից, ոբչեմ իմ տեսած ձևով չէ, ասենք Բյորտոնի ֆիլմը вообще այդ ձևի չէր արած։ Ասենք Ծիրանը թագուհին, այդ ոնց որ սովետական չինովնիկ եղնի Լյուբոյ։ Կոնկրետ շատ նման է, էլի, ու սովետական պոստսովետական է։ Շատ նման է, անկապ բան նյուանսներով նման, ոչ թե ամբողջությամբ կերպարանով տիպա հա բարձած երան, բան, չէ, այլ հենց նյուանս պարվածքային մատուցներով, դա շարժումներով նման է։ Ինքը տենց տպերի մի անգամից։ Կամ բանը, որ ինձ սպանում է այդ թմրանյութերի թեմայով ամենաշատը դա այդ բան թրթուրին են անդրադառնում, որ նստած ծխում է հիշություն, ով ես դու, ով եմ ես, ասած ինչ որ խառը դիալոգ են ունենում, չէ՞ որ ալիս ասում չեմ հիշում ով է պսիխոդելիկ բավականի խոսակցությունը, այդ ոսում կա առաջարկում։ Հա։ Այդ ասեք տիպիկ նման է այն մարդկանց, ովքեր տես թմրադեղերի ազդեցության տակ սկսում են փիլիսոփայել։ Այդ տարածված բանն է, էլի մարդիկ հաճախ թմրադեղերի ազդեցության տակ ուսած իրաց թվում է, որ ինչ-որ մեծ գյուտեր են արել, ու սկսում են փիլիսոփայել։ Այդ մեկին մեկ արել, պրոստը sense իդենտիկ դրեք copy paste արած ոնց որ թրթուրը եղնեն։ Այդ լա երբ է գրել ու երեխեքի համար է գրել։ Բայց շատ տիպիկ է, էլի ուզում եմ ասեմ։ Հետո իրա կերպարները գրքի միջի այնքան ոնց ասեմ, իրար հետ կապված չեն ընդհանրապես, ու при этом իրանք աշխատում են միասին։ То есть, однако չշռինվեց դա։ Вообще, вот դեղից է ինչա вообще, вообще, իրա прототипը գիտես, вот դեղից է վեցած։ Չեշիրսկի կատվից։ Чеширский кат, он вообще… Այլ Чеширский կատվից։ В графстве Чешир делали сыр. И он, ну, по одной из теорий, ինքը կատուների ֆորմայով էր։ Ну, չգիտեմ, ոնց է տենց ստացվել, տիպա կատուների ինչ-որ մոդել։ Հոգեկանն ուզեցել են կատու տենց բաներ են։ Ու տենց տիպա պոչից էին սկսում, ոնց որ վերջինը մնում էր կատվի դեմքը։ Տենց ինչ-որ տարբերակ կա։ Էլի ինչ-որ վերսիա կա, որ այդ Չիշիրում, քանի որ էլի պանիր էին ցալքում, չգիտեմ, ոնց է դեր կապած, լիքը կատու կար։ Շատ, ու իրանք դրամ իրանք շատ լավ էին այնտեղ զգում։ Ինքան կերպարներ կան, օրինակ այդ սպիտակ ռիցերը։ Շատ լավն է։ Ու այդ ռիցերը հենց իրա պրոտոտիպ, ну ես ինչքան գիտեմ, ինքը հենց իրանից էր վերցրել որպես պրոտոտիպ, ինքը իրա մասին էր։ Ինչ որ իրա բաներն էր մտցել ռիցերի մեջ։ Ու ես չգիտեմ, այնքան մենտալ կապ եմ զգում այդ ռիցերի հետ, ինքը այնքան անջատված է, այնքան ինչ-որ sense բեխաբար է ամեն ինչից, ոնց է գնում ամեն տեղից, չգիտեմ, այնքան մարդկային այդ կերպարը։ Գլխի վրա լրվում է ասում։ Յանիքի չէ։ Okay, չգիտեմ։ Ինձ մի տեսակ դաժե կարողանում ես այդ գրքի մեջ գտնես կերպարներ, ում հետ դու քեզ կարաս ինչ-որ չափով ասոցիացնես, ու ասես, ну, էտա։ Հա, կա, ասես։ Ինքը դրանով է կայֆ, որ դու ցանկացած բան այդ գրքի մեջ կարաս գտնես։ Բառած
Ընդհանրապես Մորժի մասին բանաստեղծությունը փոքր բանաստեղծություն է, այդ գրքի սյուժեի մեջ չի, գրքի մեջ կերպարների կարդացած փոքր բանաստեղծությունը, որ բանում է Disney էկրանավորումը, որ դրել եկա բան են սարքել, ու եկա, в общем, լավ տեսարան են դարձրել, բայց այդ մորժն է տիպիկ ասենք բանն է, էլի, բիզնեսմեններից է, էլի հաբրկած։ Ու նորից այդ ձետալային ինչքան ճշգրիտ նկարագրում է, դիքը շերտ էր հասարակության։ Ունենց լավ բանով։ Հեգնանքով բառը դուրս չի գալիս։ Բանաստեղծությունները, հա, вообще առանձին թեմա են իրա մոտ։ Դու բանը կարդացել ես «Охота на снарка»։ Այդ Ալիսայի հետ կապ չունի, ուղղակի տիպը բալադա է, առանձին մի հատ շատ մեծ։ Ուզում եմ կարդամ, որովհետև դոմում ընդհանրապես Ֆենոմենալ լավն է, դիլիվիմ ամենասիրած, ասես Ալիսայից ամենաքո սիրած հատվածը, կասեմ «Охота на снарка», Ալիսայի հետ կապ չունի вообще, բայց շատ լավն է ինքը։ Գիտես ինչ կա, այդ որ բան ես անում, այդ տեսանկյունով նայում ես ինչ-որ մի բանի, որ բուերը ուղղակի բուեր չեն, մարդիկ սկսում են դրա տակ ինչ-որ շատ ավելի շատ են բան գալիս, քան կա։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը հիմա նոր է կարդա, մեծ մարդադար է, ինչ-որ հրաշքով չի կարդացել ու նոր է կարդալու, կարող է իր մոտ սպասելիքը ու իրականությունը չբռնի իրար, որովհետև դա բան գործարի, խորը հոգեբան, ես ինչ sense բաներ են անում։ Կա այդ ամեն ինչը իհարկե, բայց չմոռանանք էլի, որ ուղղակի որպես պատմություն, ոնց է ինքը պատմում ու ինչ պատմություն է, այդ շատ լավն է այդ բանով, առաջի եզրով, էլի, ուղղակի կարդալով պատմության մեջով անցնելով, առանց անալիզ անելու, ընտիր պատմությունը։ Դե այդ այն գրքերից է, որ դու կարաս անվերջ կարդաս ու ամեն անգամ ինչ-որ նոր բան գտնես, հիմա առաջի անգամ դու կարդաս, ուղղակի կայֆ հեքիաթ ես կարդում, երկրորդ անգամ կարդում ես ինչ-որ ուրիշ բան ես գտնում, то есть ինքը, չգիտեմ, ամեն մեկը կարդում է նենց ոնց որ ուզում է ու քո ինչ որ հա անցած ճանապարհի արդյունքում դու այդ գիրքը տարբեր ձևի ես ընկալում, այդ ահավես այդ գրքի։ Ինձ դուր է գալիս երևի ամենաշատը ոնց այդ բան մատրիցայի հղումը։ Հա։ Որովհետև թարս են արել, ոնց որ ինչ իմաստով Ալիսան գնում է սպիտակ նապաստակի հետևից ու մտնում է երազների աշխարհը, իսկ Նեոն գնում է սպիտակ նապաստակի հետևից ու դուրս է գալիս, ոնց որ մատրիցայից է դուրս գալիս։ Դու ինչ որ իմաստով տենց բան անում, Վաչովսկիների բան են անում, որ յանի տիպը անգիտակցականը ավելի գիտակցական գիտակցականը կարող է տենց մի, в общем հետաքրքիր է էլի տեսանկյունից որ նայում ես։ В общем Ալիսայի ացլկաներ ինձ թվում է ամենտեղ կարելի է հանդիպել առհասարակ գրեթե։ Այդ ամենա Չից անել պրոստը կարաս դիքչեր կար խոսած ավտոմատ ացլկա անես Ալիսայի։ Ну, то есть ինքը այնքան կանոնիկ գիրք է դարել, որ դու դաժե իրան չկարդալով դու իրան գիտես։ Այդքան ինքը հայտնի է։ Դա ու վերակարդալը միշտ բան է, իրոք հետաքրքիր։ Այդ գրքի դեպքում ինձ համար բանի նման էր, ոնց որ ինչ-որ փոքր ժամանակվա ալբոմ թերթեմ, որովհետև կարդալուց, որ նորից էի կարդում, հիշում էի, որ այս մասը կարդալուց ես ոնց էի այն ժամանակ, երբ որ փոքր ժամանակ կարդում էի, բանը, որովհետև վառ ազդեցություն է թողնում ու այդ կրկնելը հեշտ է։ Նույն տեքստը երկրորդ անգամ կարդում ես ահագին մեծ ժամանակ, մանրամասն հիշում ես ոնց էի կարդացել փոքր ժամանակ։ Այդ լավ բան է։ Լայֆ խակա լավ։ Ոնց որ հեշտ քեզ գցի հետ մի հատ այդ ժամանակով ոնց որ այդ բանի Զազերկալիայի նման Զազերկալիայի ժամանակի բանը, բայց ասա հավես այդ տեսանը որ Տագոին սկզբից ցավը մամատը, հետո նոր մատը ծակում է։ Հա։ Ես փոքր ժամանակ Ալիսայի բանաստեղծություններն էի անգից սովորում։ Ու Բարմագլոտի մասին բանաստեղծությունը հիշում եմ մինչև հիմա, բայց ռուսերեն եմ։ Ասա, բայց աթորի վրա կանգնին։ Воркалась. Хлипкие шапки пырялись по нове, и хрюкотали зелюки, как мюмзики в мове. О, бойся, Бармаглота, сын, он так сверлеп и дик, в чащобе рыщет исполин злопасный брандашмык. Но взял он меч и взял он щит высоких полон дум, в клущобу путь его лежит под дерево тум-тум. Раз-два, горит трава, взы-взы стрижает меч, ува-ува, и голова барбардает с плеч. О, светозарный мальчик мой, ты победил в бою, о, храброславленный герой, хвалу тебе пою. Воркалась. Хлипкие шапки пырялись по мове, и хрюкотали зелюки, как мюмзики в мове. Ես չգիտեմ ինչի համար է դա պետք, բայց այդ գոնե ինչ-որ տեղ պետք է օգտագործվեր։
Դե Դժվար է դες բան սովորել, երբ որ բառերը իմաստ չունեն։ դա ավելի հեշտ է։ Ну, որտեվ դու այդ բառերը ինչ-որ վիզուալիզացիա ես տալիս, այդ վիզուալիզացիայով հիշում ես Քո իրենց։ համար է հեշտ, համա դու ինչ-որ հատուկ տեխնիկա ես ունեցել, երբ որ Լսի, ես հատուկ սովորել։ Երեք վերջացրին։ 20-22 տարի պետք է կա։ Լսի, չէ, ինձ դու այնքան եմ կարդացել ուղղակի, որ մնացածն եմ հիշում, բայց տենց մի քիչ ավելի վատ։ Հետաքրքիր է, որ տենց բանը կարդալուց դու ֆիքսվում ես ինչ ա գրած։ Ես լղոզած եմ կարդում։ Երբ որ բառը Բիլիբերդայա, դու պրոստը ընկալում եմ, որ Բիլիբերդայա չեմ խորանում ինչ երանգներով Բիլիբերդայա էլի։ Իսկ դու դրա չոտքի ոցրա բանի մտել ես այդ աշխարհի մեջ, էլի իմաստ ես տեսել։ Կայֆ է։ Դու պետք է աշխարհի կանոնները որ ընդունում ես, արդեն ավտոմատ մեջ ես ընկնում այդ հավեսը։ Բառերի իմաստի բառերի բան հավես բան մասն է։ Հա, այդ շատ կայֆ բան է ու ինչ Դենց որ Չակուչ, սիրելի ոդքասթ նայողներ, Չակուչ եւ բան։ Բան, չէ, բան։ Մեսեր։ Ուրիշ իմաստ ունենա, չէ, ոչ կամ։ Չեմ կարող նենց խոսամ, որ իմաստ չունենա ոնց որ չի ստացվում մոտս։ Շիմ լավ գիրք է, կարդացեք, եթե չեք կարդացել, եթե կարդացել եք, վերակարդացեք։ Ագրավ, Չակուչ, բառեր։ Ու սեղան։ Կինեմատոգրաֆ։ Ժամը 9։ Չայ պետք է խփենք էլ։ Sorry։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մենք դեռ լիքը լավ գիրքերի մասին ենք խոսալու։ Երբևէ։ Մոտ ապագայում։ Իսկ եթե ուզում եք չայ խմեք, եկեք ի։ Իսկ եթե շորեր եք ուզում։ Եկեք ապաչի ստուդիա։